Պարոն Ռուբինյան, թույլ տվեք ձեր ասածին անդրադառնալով ասել, որ ես օրինակ ադրբեջանցի պաշտոնյայի այն հայտարարությանը, որ Ռոբերտ Քոչյանը զուգարան գնալու պատրվակով թռել է Ալիևի հետ հանդիպումից, ես հիմք չունեմ չհավատալու, որովհետև օրինակ իր խմբակցությունը այդ նույն գործելավոճն է որդեգրել եւ հնարավոր է որ դա իրականություն է։ Դրա համար կարող ենք այդ մի բանը հնչեցնել, ինչի համար շնորհակալություն ձեզ։ Արգելի հայրենակիցներ, մի քանի արդեն այս վերջի օրերին անընդհատ հարցնում եք, ասում եք, «Էս ինչ խաբար է, որ այս ընդդիմության 3 լիդերները 2 օրում անընդհատ հարցազրույցներ են տալիս»։ Շատերն ասում են, «Կողո, ինչ որ արտահերթի թեմա կա, ակտիվացել են»։ Ուզում եմ ասել, որ պատճառն այն է, որ գալիք ընտրություններում նրանք երևի պայմանավորվածություն ունեն, որ ով շատ ձայն հավաքի, իսկ իրենց ձայնը իրարից ձայն փախցնելն է, ապա նա էլ վարչապետի թեկնածու կունենա։ Այսինքն հիմա սրանք իրար հերթ չտալով փորձում են մեկը մյուսի աստղը ոնց որ մարեցնի եւ ավելի շատ լսարան իր վրա ուշադրություն գրավի եւ դրա համար տենց բան են անում, իրար վրա հարցազրույցներ են տալիս, ինչը բնավ օրինակ ինձ չի անհանգստացնում, վստահ եմ որևէ գործընկերոջ չի անհանգստացնում նրանց իրարից ձայներ խլելու այս պրակտիկան, մեզ այլ բան է անհանգստացնում է այդ հարցազրույցների ժամանակ Հայաստանի դեմ տված վկայությունները, իրար հետևից, իրար հերթ չտալով ու հերթական անգամ։ Այ օրինակ են հայրմերը չիմացողը Հայաստանին հերթական անգամ մեղադրեց պատերազմ հրահրելու մեջ։ Այն հոպարի գանձը առհասարակ գնաց հասավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, չեմ ասում, որ մի հատ գերիների մասին խոսակցություն չունեցավ ոչ մի բան, ինքն էլ ասաց, որ օրինակ Լեռնային Ղարաբաղում պարտվելուց հետո մենք իշխանությունը ղարաբաղցիներին տեղափոխել է Հայաստան, այսինքն Ադրբեջանը ոչինչ չի արել, ոչ էթնիկ զտում, ոչ բռնի տեղահանություն, ոչինչ, մենք ուղղակի մեր հայրենակիցներին տեղափոխել ենք Հայաստան, սրանից լավ Հայաստանի դեմ բան խոսակցություն ուղղակի չի կարող լինել, ու տենց շատ բարի դեմքի արտահայտությամբ է դա անում։ Սերժ Սարգսյանի մասին ոչ մի նոր բան չեղավ, շատ հիասթափված եմ, նույն տպավորությունն է, միայն մեկ նորություն իմացա, որ նա այդ ժամին կարողանում է արթուն մնալ, սա միակ բացահայտումն էր երևի ամբողջ հասարակության մոտ։ Ես ուզում եմ ասել, որ այսպիսով նման հարցազրույցներ, եթե մի հատ էլ տակ միջև ընտրություններ, ապա էլ իրարից ձայն փախցնելու կարիք չի լինի, որտեղ ձայն չեք ունենա, որ իրարից ձայն փախցնեք մեր հարգելի գանձեր։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։